Ագբա ֆեդերացիան ներկայացնում է։ Այսօր Փողիլեզուն հաղորդման շրջանակներում կխոսենք դասական եւ ինտենսիվ այգիների տարբերությունների մասին։ Կքննարկենք խնձորի այգիների բերքատվության, պտղաբերության եւ բերքահավաքի առանձնահատկությունները։ Ուսումնասիրենք այգիների ոռոգման համակարգերը, կիմանանք բերքահավաքի մի քանի տեխնիկաների մասին եւ կքննարկենք բերքատվության չափանիշները խնձորի, կեռասի, ծիրանի եւ նեկտարինի այգիների համար։ Մնացեք մեզ հետ, ուսումնասիրելու Փողիլեզուն։ Բարև ձեզ, հարգելի ընկերներ, ուզում եմ ներկայացնել ձեզ ինտենսիվ այգիները, նրանց տարբերությունները ավանդական դասականի, որին բոլորը ընտելացել են։ Սակայն աշխարհով մեկ գրեթե չի մնացել հին, պապական, դասական կոչված այդ այգիները, բոլորը անցնում են արդեն ինտենսիվ այգիների, կամ ասում ենք թզուկային այգիների, կամ խտացրած այգիների, կլոնային այգիների, անվանումները շատ են։ Բայց տարբերությունները էական են սովորական մեծ ծառերի այգիներից, որոնք աճում էին բավականին ազատ, քիչ խնամքով, քիչ ձևավորելով եւ ձևավորում էին ահռելի մեծ սաղարթ, 5-6 մետր տրամագծով եւ 7-8 մետր բարձրությամբ ծառեր, որոնք էլ տալիս էին բարձր բերք, հնարավոր 100 կիլոգրամներ, նույնիսկ 1 տոննա, բայց ինտենսիվ այս այգիները, թեկուզ տեսնում ենք, որ փոքր ծառեր են, մինչև 4 մետր բարձրությամբ, այստեղ 6 տարեկան ծառեր են, բայց արդեն հագեցվածությամբ պտուղների ճյուղերի վրա զգում ենք, որ բերքատվությունը բարձր է այստեղ լինելու միավոր տարածքից, քանի որ ծառերը տնկված են իրարից ոչ թե 8 մետրի վրա, այլ 0.8 մետրի վրա, ընդ որում հատուկ պատվաստակալներ ենք տեսնում, ուռուցքները տեսնում եք պատվաստի զգալիորեն երևում են, որ դրանք հիվանդություն չեն, այլ պատվաստի սերտաճումն է այդպիսին։ Եվ խտությունը եւ այդ պատվաստակալների շնորհիվ թզուկայնությունը արտահայտվում են նրանով, որ բերքատվությունը հեկտարից հասնում է 80 տոննայի, 60 տոննայի գոնե։ Էլ չասած արևմուտքում զարգացած ավելի պտղաբուծական երկրներում 100 տոննանել է գերազանցում հեկտարից։ Այստեղ խնձորենու բերքը հավանաբար կլինի 50-60 տոննա, այս տարիքում հասնում են։ Առավելություններից է նաև այն, որ այս թզուկային ծառերը շուտ են սկսում պտղաբերել, քան սովորական դասական այգիների ծառերը, որոնք 5-6 տարի կարող է դեռ բերք չտան, լավագույն դեպքում 3-4 տարվանից են բերք տալիս, սակայն թզուկայինները երկրորդ, երրորդ տարվանից արդեն բերք են տալիս։ Եվ դա նշանակում է, որ նաև արագ հատուցում են տնկողի ծախսերը։ Ինչ տեխնոլոգիական առանձնահատկություններ ենք այստեղ տեսնում, բացի այդ թզուկային պատվաստներից։ Տեսնում ենք, որ լարային համակարգ է անցկացված, սյունալարային, կամ ասում ենք, սյուները 4,5 մետր բարձրությամբ բետոնային, կարող է փայտյա լինել, եթե որակյալ եւ համապատասխան չափի փայտ լինի։ Լարերը պտղատուների համար սովորաբար 4-5 երբեմն շարք է լինում եւ անպայման կապվում է բնի մասով կամ կենտրոնական ուղեկցողի ամրության համար յուրաքանչյուր լարից ըստ աճելու։ Ոռոգման համար այստեղ տեսնում ենք առուներ այլևս չկան։ Ոռոգումը կատարվում է կաթիլային համակարգով 2 սանտիմետր տրամագծով խողովակներ են, չկա խողովակներ են, փոքրիկ անցքերով, որտեղ որոշակի ճնշումով մղվող ջուրը յուրաքանչյուր ծառի բնի երկու կողքից կաթիլներով համապատասխան քանակի ջուր է տալիս։ Բավական երկար, կարող է կես օր, 1 օր այդպես ջրվի, բայց այդ ջուրն է, որ ամբողջովին հագեցնում է ծառերին եւ ավելին կորուստ չի տալիս ջրերի։ Առուներով փախնող ջուրը 50-60%-ով կորչում է, չի հասնում նպատակին ծառերին։ Այսպիսի տեխնոլոգիական հնարքները, բացի այդ տեսնում ենք այստեղ
հատուկ ձևավորումներ ծառերի, հարկերը իրենց ճյուղերով նաև կորացվում են, էտվում են այլ ձևի, խնամք է իհարկե ավելի շատ պահանջում, մասնագիտական գիտելիքներ է պահանջում, նույն ջերման համակարգով տրվում է նաև սնուցումներ, որ ոչ թե պարարտանյութը հողի մեջ ենք մտցնում, այլ լուծված արդեն պարարտանյութը գալիս է այդ ջրի հետ եւ հասնում արմատներին առանց էլի կորուստների։ Դա ուրեմն նպաստում է միջավայրի էկոլոգիական մաքրության պահպանմանը։ Բերքահավաքը շատ հեշտ է կատարել, քանի որ մարդու հասանելիության, ձեռքի հասանելիության մակարդակի վրա են բերքի բոլոր էլեմենտները ներքևից մինչև վերև, երբեմն պետք է լինում ոչ մեծ աստիճաններ, ելարաններ դնել, բայց զարգացած ավելի տեխնիկա գոյություն ունի, որը հնարավորություն է տալիս մեքենայացնել բերքահավաքը։ Հնարավոր է լինում անցնել շարքով մեկ այդ մեքենայով եւ բանվորները տարբեր աստիճանների վրա նստած կարողանում են շարժվելով մեքենան հավաքել իրենց մակարդակի վրա գտնվող պտուղները։ Ուղարկելով հոսքագծի վրա, որը երկու կողմից մեքենայի կա, այն տեղափոխվում է արդեն բունկեր, որտեղ համապատասխան պահվում է մինչև տեսակավորումը, հակավորումը եւ արտադրումը։ Ավելի կատարյալ մեքենաներ կան, որոնք հենց իրենք էլ որոշում են եւ քաղում են։ Նույնիսկ օդի մեջ այդ անօթաչուների պես կամ կվադրոկոպտերներ ասածների պես մոտենալով, թռնելով փոքր ոչ մեծ թռչունի ձևով, իրենց ճառագայթներով որոշում են հասունացման աստիճանը, եթե համատարած չեն հավաքելու, նոր թաթիկի ձևով դուրս եկածը գրկում է այդ պտուղը, համապատասխան պտղի որակների պտտում է կամ քաշում է, պոկում է ծառից եւ գցում է արդեն պատրաստի արկղեր կամ հոսքագծերի մեջ։ Այսպիսով հեշտանում է գրեթե բոլոր գործողությունները, բոլոր աշխատանքները, որը մեծ ծառերի դեպքում խնդիր էին առաջացնում եւ շատ բանվորական ուժ էր պետք եւ նրանց շատ ելարաններ, գործիքներ, էլ չասած բարձր ծառի վրա ելնելուց վտանգ կար, ընկնում էին մարդիկ, ճյուղեր ոտքի տակ կոտրվում եւ այլն եւ այլն։ Այս ձևով, այսպիսով ինտենսիվ այգիները ունեն եւս մի շարք ոչ միայն թվարկած, այլ եւս մի շարք առավելություններ, որ տեսեք ինչքանով հնարավորին պատ է առաջացել պտղատեսակի եւ սաղարթները լայն չեն, այսինքն լուսավորությունը եւ օդային ռեժիմը սաղարթի շատ բարենպաստ է պտուղների լավ հասունացմանը, գեղեցիկ արտաքին ունենալը, ապրանքային տեսք ունենալը։ Այսպիսի այգիների բերքի 90-95%-ը ճիշտ ապրանքային է, այն ինչ որ գեղեցիկ է, լավ է, հաճելի է գնորդի համար։ Մինչդեռ սովորական այգիների այդ հաստ լայն սաղարթը հնարավորություն չէր տալիս, որ բոլոր պտուղները վերևից ներքև եւ կողերից կողեր լինեին համահավասար, լավ հասունացած, լավ գունավորված, անպայման կեսը 40 կամ 60%-ը լինում էր անորակ կամ երկրորդ սորտի կամ ընդհանրապես չհասունացած եւ իհարկե այստեղ էլ շահույթը կորում էր մարդկանց։ Այս տիպի ինտենսիվ այգիները հնարավոր է լինում նաեւ կարկտապաշտպան ցանցեր տեղադրել, որոնք ապահովագրության հարց են լուծում, չի կոտրվում, այլևս ծառը, պտուղը կարկտից, ինչպես նաեւ կարող է այդ ցանցը նպաստել եւս ֆիզիոլոգիական հասունացմանը, ցանցի գույնից, մեծություններից, իր քառակուսիկների կարող է նպաստել որոշակի պտղատեսակի համար, որոշակի ճառագայթման բաց թողնելը եւ խոչընդոտելը, ինչը նպաստելու է, ասենք, այս ժամկետի կամ այն ժամկետի հասունացմանը։ Բացի դրանից ցանցերը այլ կիրառում ունեն, օրինակ, եթե մեղվապահները բերեն եւ տեղադրեն այս ցանցերի տակ իրենց մեղվափետակները, մեղվաընտանիքները չեն թռնելու գնան 5 կիլոմետրի վրա փնտրեն ծաղիկներ։ Հենց այս շարքերով էլ, այս ցանցի տակ էլ գտնում են իրենց նեկտարը այդ ծաղիկներից, այդ պտղատներից, շատ լավ փոշոտվում է կատարվում եւ իդեալական բերք է ստացվում։ Մենք գտնվում ենք նույն այգում,
այլ տեսանկյունից ենք նայում, շարքի երկարությունը պատկերացրեք կարող է 200 եւ ավելի մետր լինել, սովորական այգիներում 100-ից ավելի դժվար է լինում տիրապետել։ Դա նշանակում է, որ ավելի ճիշտ հողօգտագործում է, ավելի հնարավորություն է շատ տեխնիկա օգտագործել եւ բազմազան եւ հնարավորին նոր տեխնիկա, թեկուզ փոքր, բայց ավելի արդյունավետ։ Մենք նոր տեսանք խնձորենու ինտենսիվ այգի, այլ օրինակներ էլ ցույց տանք, որտեղ արդեն աշխարհում գրեթե բոլոր կարևոր արդյունաբերական պտղատեսակները ունեն նաև համապատասխան թզուկային ինտենսիվ այգիների տեխնոլոգիաներ։ Մենք այստեղ գտնվում ենք Ծիրանենու այգում։ Ունեն այսպիսի այգիներ ևս տանձենիները, տեխսենիները, զուգահեռ նաև հետը նեկտարինները, կեռասենիները, արդեն կան թզուկային նաև ընկույզային այգիներ։ Ահա օրինակներից մեկը Ծիրանենու, որը արդեն 7 տարեկան ծառեր են, դեռ գտնվում են շարքերի մեջ իրարից բավական հեռավորության վրա, չեն խանգարում, տնկված են 2 մետրի վրա, այլ տեխնոլոգիա, այլ չափանիշներ են, քան խնձորենու։ Յուրաքանչյուր պտղատեսակ ունենում է իր տեխնոլոգիական չափանիշները, որտեղ ունենում են տարբեր պահանջներ, տարբեր աճեցողություն եւ տարբեր բերքատվություն։ Այստեղ Ծիրանենու այգին 20-25 տոննա է հեկտարից ապահովում, ամենաբարձրը խնձորենու չափանիշներին չի հասնում։ Մենք գտնվում ենք նաև ինտենսիվ կեռասենու այգու, կաթիլային ոռոգման պահին հենց։ Կաթոցիկները, որոնք գտնվում են բներին մոտ, դիմացը հետո թույլ կաթիլներով, ժամերով, եթե գալիս են, լավ ոռոգում են, այստեղ նույնիսկ բաց թողած ջուր ունենք, տեսնում ենք, որը հնարավորին փախել է, բայց պիտանի է լինում նույնպես։ Իսկ կեռասենու աճեցողությունը, քանի որ ավելի ուժեղ է, սովորաբար ավելի հարթամ է փորձում աճել կեռասենին եւ երբեմն այսպես երկրորդ հարկով են կատարում, ոչ թե համաչափ խնձորենու պես։ Կեռասենու բերքատվությունը պակաս է լինում իհարկե, խնձորենու, տանձենու համեմատ, բայց շատ կարևոր կուլտուրա է, առավել ևս որ վաղահաս սորտեր է լինում եւ ընդհանուր առմամբ վաղահաս պտղատեսակ է։ Հնարավորին պետք է Հայաստանում նույնպես զարգացնել կեռասենու ինտենսիվ աճեցումը։ Գտնվում ենք Դեղցենու այգում, կարելի ավելի ճշտել նեկտարենու այգում, որտեղ նեկտարինը ըստ էության նույն դեղցն է, սակայն լերկ է, անթավ է։ Չկան այդ մազմզուկները, որոնք շատ մարդկանց մոտ ալերգիա են առաջացնում, իսկ նեկտարինները արդեն հարմար է ուտելու այդպիսի մարդկանց ևս։ Բայց բնույթով նույն դեղցի ծառն է։ Եվ սա ևս լավ օրինակ է, ընդամենը 4 տարեկան դեղցենու, նեկտարենու ծառեր են, որոնք շատ փարթամ լավ աճ են տվել եւ արդեն նաեւ բարձր բերք են տալիս 30-35 տոննա հեկտարից։ Շատ արդյունավետ եւ շատ ձեռնտու պտղատեսակ է ինտենսիվ այգիների համար։ Նույնպես թզուկային պատվաստակալ պետք է օգտագործել, նույնպես հարկ առ հարկ կապել եւ մնացածը նման է մյուս պտղատեսակների մշակությանը։ Այսքանով կուզենայի ամփոփել եւ կոչ անել բոլորին հնարավորին անցնել նոր տեխնոլոգիաների, ինտենսիվ այգիների, որոնք եւ ավելի մեծ առավելություններ ունեն աշխատանքների առումով, նյութերի ծախսի առումով եւ ի վերջո նյութական շահույթի առումով։ Այսօր այսքանը, հարգելի ընկերներ, բոլորին առողջություն եւ առողջ պտուղներ։ Ձեր հետ էր Արա Հովհաննիսյանը։ Սիրով։